Բացակայում էիք հայրենիքից, գիտեք, որ ծանր գիշեր է եղել, հարձակումներ և մեծ կորուստներ է ունեցել է հարևան Իրանում, զուգահեռ գիտեք, որ արդեն երկու շաբաթ է մեծ ահռելի զորավարժություններ էին, Թուրքիա, Ադրբեջան ահռելի կուտակումներ են տեղի ունենում Նախիջևանում, մեր սահմանային շրջաններում, փոխադարձ հայտարարություններ ամենայն հավանականությամբ նաև իրանական կողմից կլինեն պատասխան գործողություններ, իսկապես ահռելի մեծ է իրանական կողմի կորուստը, գիտեք, մի շարք գիտնականների, շտաբի պետ և ոչ այսպես գիշեր են կարողացել նրանց բոլոր ոչնչացնել, սպանել, սա մի կողմից, մյուս կողմից դες հարցերը տան, որ դուք ազատ խոսեք, գիտեք, որ հրեշավոր արշավ է սկսել հայ-առաքելական եկեղեցու դեմ, թերևս միակ վերջին կայուն կառույցն էր մնացել, որ կարող էր որոշակի դիմադրություն ցույց տալ, հարցը միայն այսպես փողոց դուրս գալու պայքարելու կամ զենք վերցնելու առումով չէ, բոլոր առումներով, հա, իր ինքնությամբ, իր քուրությամբ, իր պատմությամբ, իր կարծրությամբ, հիմա սկսել է արշավ դրա դեմ, խնդրեմ, ինչ վիճակում ենք մենք և այս փուլում երևի դուք էլ լսեցիք, որ անգամ առաջին նախագահը իր աջակցությունը հայտնեց և ոչ միայն 3 առաջ օրը մոտավորապես 3-ից 4 հազար մարդ միայն գնացել էր օդանավակայան դիմավորելու վեհապարին, սա էր որոշակի քայլ էր հենց աջակցությունը ցույց տալու, ինչպես եք տեսնում հետագա զարգացումները, ընթացքը, երևի թերևս սկսենք Իրանից և կամ դուք ինչպես ճիշտ կգտնեք։ Շնորհակալություն, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հայրենիքից երկար ժամանակով բացակայելը Տիկին Թովմասյանն ներկայացրեց, այո, ես մի քանի ամիս է որ բացակայում եմ, բայց ես կապս հայրենիքի հետ և քաղաքական դաշտում կարևոր դերակատարում ունեցող մարդկանց անձանց հետ, լրատվական միջոցների հետ մշտական պահում եմ իմ կապը, այնպես որ գիտեմ Հայաստանում ինչ է կատարվում և ինչպիսի պրոցեսներ են զարգանում։ Առաջին հարցը, որը շատ մտահոգիչ է ոչ միայն հայերիս, այլ նաև մեր տարածաշրջանում ապրող մնացած բոլոր ազգերին ու պետություններին, դա մեր հարևան Իսլամական Հանրապետության դեմ գիշերս անձազերծված վայրագություններ, ագրեսիան, որը մի քանի տարի շարունակ անընդհատ հայտարարությունների տեսքով արվում էր և այս գիշեր արդեն իրականացրեցին, սա խոսում է մի կարևոր բանի մասին, որ աշխարհում այլևս չի գործում որևէ միջազգային օրենք, որևէ միջազգային կարգ ու կանոն, ով ինչ պատկերացնում է, ով ինչպես ուզում է, աշխարհը փորձում է վերաձևել և այս իրավիճակում մեր նման պետությունները, որոնց առաջնորդ կոչվածը ուղղակի թշնամական պետության գործակալ է կամ ուղղակի թշնամի է, համար մեկ թշնամին է հայ ժողովրդի, լավ բան սպասել, ցավոք սրտի մենք չենք կարող։ Իրանը այն պետությունն է, որը բազմադարյա ավանդույթներ ունի և երբևէ պատմության ընթացքում որևէ պետություն կամ որևէ կայսրություն չեն կարողացել Իրանին ծնկի բերել։ Ես համոզված եմ, որ Իրանը կարող է շատ արագ վերագտնել իրեն և համարժեք պատասխանը կլինի։ Ցավում եմ, բայց արդեն էսկալացիան, արդեն զարգացումները այդ պատերազմական գործողությունների ավելի են սրվելու, որի պատճառով մենք բավականին դժվարին կացության մեջ ենք լինելու։ Դժվարին կացության մեջ ենք եղել մինչ այս իրավիճակը, սրանից հետո ավելի դժվարին կլինի, որովհետև նորից եմ կրկնում, մեր հարևան պետությունները ինչ որ չափով բոլորը պատրաստվել են այսօրվան։ Մեր թշնամի պետություն Ադրբեջանը, մեր թշնամի պետություն Թուրքիան, նրանք բավական երկար պատրաստվել են և երևի թե մեր հայրենակիցները տեղյակ են, որ նրանք համատեղ զորավարժություններ էին անցկացնում Պակիստանի, Կիրգիզիայի, Թուրքիայի, Ադրբեջանի զինված ուժերը և Նախիջևանում և Հայաստանի սահմանակից ադրբեջանական տարածքներում, իրենք ամեն դեպքում պատրաստ են ինչ-որ մի գործողություն իրականացնել հենց մեր տարածաշրջանում և այս ֆոնին մեր ժողովրդի այս լռությունը, մեր այսպես ասած քաղաքական իշխանության էշի ականջում քնելը նշանակում է, որ մեր համար
Կարևոր չէ պետություն ունենք թե չունենք, կարևորը ինչ որ ուտելիք լինի, որ ուտենք, կարևորը ինչ որ խնջույքների, չգիտեմ, ասենք ինչ որ հանդիսությունների մասնակցենք եւ դրան զուգահեռ ժողովրդին զբաղեցնելու ինչ որ միջոցառումներ, գինու փառատոներ, չգիտեմ եւ այլն, հիմա էլ արդեն ագրեսիվ ձևով ամենալկտի եւ ամբարտավան ձևով սկսել են հարձակվել մեր վերջին կառույցի, դա մեր հոգեվոր տունն է, մեր հավատքն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ես չեմ անձնավորում որևէ մեկին կաթողիկոս կամ սրբազաններից որևէ մեկին, սա ուղակի կառույց է, հավատքի մեր տունը, մեր տաճարը, որ հազարամյակներով մենք կարողացել ենք պահպանել եւ ամենա վճռական եւ պատմական պահերին մեր հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի պահապան, եղել է հայ ժողովրդի առջևից քայլող եւ նրան հույս տվող եւ նրա հետ միասին այդ բոլոր դժվարությունները իր ուսերին վերցրած առաջ գնացող կառույցը։ Ինչպես գիտեք, այս 7 տարիների ընթացքում դիվերսիոն խումբը, որը ներմուծվեց Թուրքիայից եւ Ադրբեջանից իրենց մեծ ֆինանսական հնարավորություններով, իհարկե նրանք Հայաստանում երկար տարիներ իրենց բջիջներն էին դրել եւ աշխատում էին, զարգացնում էին նրանց քանակը մեծացրեցին, բերեցին 18 թվականի թուրք-ադրբեջանական հեղափոխությամբ եւ իշխանություն հանձնեցին իրենց, հիմա այդ մարդկանց իրենք նախապատրաստել են, որպեսզի հարձակվեն մեր եկեղեցու եւ մեր եկեղեցու բարձրաստիճան սպասավորների վրա։ Սա պատահական չէ եւ ես բազմիցս եմ ասել, սրանց որևէ քայլ պատահական չի։ Սա համաձայնեցված է թշնամական պետությունների հետ։ Սա ծրագիր է, որի մեջ իրենք փուլ առ փուլ, քայլ առ քայլ կատարում են։ Եթե վերհիշենք այս 7 տարիների ավերածությունները, որ իրենք են կատարել, ապա կամ մարդ միամիտ պետք է լինի, կամ շատ ներողություն պետք է ապուշ լինի, որ չհասկանա, որ սա կանոնակարգված պետությունը քանդելու, պետությունը վերացնելու գործողություններ են։ Մեր բանակը սրանք 20 թվականին այնպիսի մի հարված հասցրեցին մեր բանակին պաշտպանական կառույցներին, որ դեռևս այդ բանակը ուշքի չի եկել եւ հատուկ ծրագրված էր դա։ Մեր ազգային անվտանգության կառույցը, ազգային անվտանգության ծառայությունը այսօր բոլորովին այլ գործողություններով է, այլ գործառույթով է զբաղված, փոխարեն նա ազգային անվտանգության հիմնական գործողություններով զբաղվեր, սահմանների անվտանգության, լրտեսների ներթափանցման, հակաահաբեկչական գործողությունների եւ այլն կամ պետության ներսում բուն դրած թշնամական կառույցների վերացմամբ, այսօր այդ ազգային անվտանգության ծառայությունը իրագործում է միմիայն մեկ հոգեկան հիվանդի հրահանգներ եւ քաղաքական ընդդիմախոսներին փորձում է լռեցնել։ Ազգային անվտանգության ծառայությունը կազմալուծված է, այսօր գոյություն չունի։ Ներքին գործերի նախարարության հասարակական կարգի պահպանության ծառայությունը դարձել է պատժիչ ջոկատ, հերոսակախմբեր, ուղակի կարող եմ ասել դրանք այն թուրք ենիչերիներն են, որոնք ժամանակին հայ ազատագրական պայքարի դուրս եկած ժողովրդին արյան մեջ խեղդում էին։ Հիմա այսօր դա կատարվում է Երևանում։ Երևանում հենց հայերեն խոսացող հայկական իբր թե կառույցի ներկայացուցիչների եւ կրթությունը եւ մշակույթը եւ մնացած տնտեսությունը բոլոր ճյուղերը, եթե որևէ մեկը կարող է ինձ կամ իմ նման մարդկանց որևէ մեկին ապացուցել, որ Հայաստանում կա որևէ պետական կառույց, որը ծառայում է մեր ժողովրդի, մեր պետության համար, ես ներողություն կխնդրեմ այդ մարդկանցից իմ հայտարարությունների համար։ Այսօր չկա այդպիսի կառույց։ Բոլորը կազմալուծված է, բոլորը կազմալուծել են հատուկ մտածված, որպեսզի վերջում իրենց չարագործությունները անելուց հետո այս երկրից փախնեն եւ որևէ պատասխանատվություն չկրեն, պետք է լինի պետություն, որ իրենք այդ պետության առաջ պատասխանատվություն կրեն։ Բայց ես պետք է հիասթափեցնեմ իրենց, անգամ Աստված չանի, եթե մենք կորցնենք պետականություն, համոզված եղեք, իրենց աշխարհի որևէ ծայրում, որտեղ էլ լինեն, չգիտեմ, ինչ որ իրենց դեմքը փոխեն, պլաստիկ վիրահատություններով իրենց արտաքինը փոխեն, միևնույն է, ձեզ գտնելու ենք
եւ շամպես սատկացնելու են հայ վրիժառունները։ Դուք որևէ ներման տեղ չեք թողել։ Բոլոր կարմիր գծերը անցել եք եւ սրանց հետ վարվելու ձևը միայն սա է։ Հիմա ես պետք է ուղակի ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, որ քիչ առաջ Տիկին Թովմասյանը նաև նշեց առաջին նախագահի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները։ Ես այն մարդկանցից եմ, որ բոլոր ժամանակներում եղել եմ իշխանությունների ընդդիմախոս եւ մոլի պայքարել եմ, որպեսզի մեր երկիրը ազգային եւ իր ավանդական հիմքերով առաջնորդվի։ Ես երբևէ կուսակցական կամ ինչ-որ խմբային շահեր չեմ սպասարկել։ Միշտ պայքարել եմ, որպեսզի լինի արդարություն, պայքարել եմ, որ մարդու իրավունքները գերակայի մեր երկրում, օրենքները գերակային մեր երկրում, հայ ժողովրդի արժանապատվությունը միշտ բարձր լինի, իշխանությունները ընդամենը դրանք սպասավորներ են, ծառայողներ են։ Մենք նրանց տալիս ենք հնարավորություն մեզ ծառայելու, եւ եթե տեսնում ենք այդ ծառայությունը իրենք ապաշնոր կամ ապիկար ձևով են իրականացնում, մենք պարտավոր ենք նրանց ուղղակի հեռացնել այդ ծառայությունից, որովհետև մենք ենք իրենց տվել այդ իրավունքը։ Բայց ցավոք սրտի 35 տարի Հայաստանում գործել է տվյալ հոգեբանությունը։ Եթե նրանք իշխանություն են, ուրեմն նրանք ճիշտ են։ Եթե նրանք իշխանություն են, ուրեմն նրանց ասած բոլոր քայլերը պարտավոր ենք իրականացնել։ Եթե նրանք օրենքից դուրս են գործում եւ մեզ պարտադրում են մտնել այն օրենքի շրջանակները, որը գծել են հատուկ մեզ ճնշելու համար, ապա սա ուղղակի պետք է մեզ ազդակ լինի, որ ժողովուրդ վեր կացեք ազգային ազատագրական պայքարի։ Միակ բանը, որ այս պահին մենք կարող ենք անել, որևէ քաղաքական ուժ կամ անձ կամ խումբ մարդկանց, մտավորականներ, որևէ մեկը ազգի կողմից հարգանքի արժանացած կամ հեղինակություն ունեցող մարդ, եթե այսօր փորձի այդպիսի հայտարարություն անի, ես իր կողքը կկանգնեմ մինչև վերջ, որովհետև այս պահին մեզ միայն ազգային ազատագրական պայքարը կարող է փրկել։ Մենք ներսից գրավված ենք, գաղութացված ենք։ Յուրաքանչյուր մարդ թող ինքը իր վրա վերցնի այս տիպիկ օրինակը։ Եթե քո թշնամին մտել է քո տուն, սկզբից սիրաշահելով, դուռը չի ջարդել, ուղղակի քեզ խնդրել է, ասել է, գիտես ինչ կա, ես կարող եմ քեզ քո տան մեջ ծառայություն մատուցել ու այնպիսի բաներ է ասել, որ քեզ քո ականջին հաճելի եւ քո զգացմունքների վրա խաղալով կարողացել է ուղղակի քո տան դուռը բացել, ներս մտնել։ Ներս է մտել, քո տան մեջ նստած է, քեզ ստորացնում է, քեզ նվաստացնում է, քո ընտանիքի անդամներին ուղղակի ոչնչացնում է, քո երեխաներին, որոնք վաղը պետք է այդ տան ուրեմն տերը լինեն, շարունակեն ավանդույթները այդ ընտանիքի, այդ երեխաներին այնպես է անում, որ կամ հեռանան այդ տնից, կամ նրանց կալանավորում է, ուրեմն ինչ է մեզ մնում, վեր կենալ եւ նրան ուղակի տնից վռնդել դուրս ամեն ձևով։ Եթե նույնիսկ ամենակոպիտ ձևով նկատի ունեմ ուղակի ֆիզիկապես ոչնչացնելու, դա էլ պետք է արվի, որովհետև կամ ինքը պետք է մեզ ֆիզիկապես ոչնչացնի, կամ մենք իրենք ֆիզիկապես ոչնչացրել են 5000-ից ավել երիտասարդների կյանք, մտածված, կանխամտածված, պատերազմ են սկսել համատեղ ներքին խարդավանքներով իրար հետ պայմանավորված Ադրբեջանի եւ Հայաստանի թուրքերը համատեղ համաձայնությամբ այդ պատերազմը բերեցին եւ կորցրեցին արդյունքում հետևանքով ներեգություն արդյունքը դրական արտահայտություն է։ Այդ պատերազմի հետևանքով կորցրեցինք 5000-ից ավել երիտասարդներ, ժամանակի ընթացքում կորցրեցինք Արցախը ամբողջությամբ, Հայաստանի սահմանամերձ շրջաններից արդեն 240 քառակուսի կիլոմետր տարածք, եթե չեմ սխալվում, գտնվում է օկուպացիայի տակ եւ այսքանից հետո սпасել, որ սրանցից որևէ լավ բան, սա ուղղակի ասում եմ, կամ միամտություն է կամ ապուշություն։ Բոլոր նրանք, ովքեր դուրս չեն գալի ազգային ազատագրական պայքարի, ովքեր սրանց հետ փորձում են ինչ-որ հարցեր օրենքի շրջանակներում իրենց մշակած խաղի կանոններով այդ շրջանակներում գործել, նրանք ուղակի սրանց ջրաղացին ջուր են լցնում եւ մոտեցնում են Հայաստանի կործանմանը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կոշտ ընդդիմադիր են եւ փորձում են այս իրավիճակից դուրս գալ,
նրանց համախմբվել է պետք եւ կոչ անել, դա կլինի եկեղեցին, կլինի մտավորականներից հայտնի մարդկանց խումբ, կլինեն քաղաքական գործիչներ, որոնք դուրս կգան իրենց կուսակցական կաղապարներից եւ իրենց կուսակցական ինչ որ պիջակներից, կոստյումներից դուրս կգան եւ կհայտարարեն ժողովուրդ, մենք կանգնած ենք ոչնչացման խնդրի առաջ, կամ իրենք կամ մենք։ Եվ այսօր եթե մեզ շատերին փորձում են վախեցնել քաղաքացիական պատերազմի այդ վտանգով, թող վախենան այն մարդիկ, ովքեր այս պահին իրենք հրահրում են քաղաքացիական պատերազմ։ Նրանք ամբողջ իրենց գերդաստանով որտեղ էլ լինեն, միևնույն է, մեր ժողովրդի ձեռքը հասնելու է իրենց։ Չաուշեսկուից կամ չգիտեմ Սադամ Հուսեյնից կամ այլ բռնապետերից դուք լավը չեք եւ ավելի հզոր չեք։ Արդեն բավական է, բոլոր կարմիր գծերը անցել եք։ Կոնկրետ հանձնարարություն են կատարում Թուրքիայից եւ Ադրբեջանից, հիմա էլ նորից եմ կրկնում, հարձակվել են մեր Սուրբ Առաքելական եկեղեցու վրա։ Ես ուղղակի ցավում եմ, որ հոգեվոր խորհուրդը նմանատիպ հայտարարությամբ ուղղակի հանդես եկավ։ Պատկերացրեք, սա նույնն է, ինչպես Սարդարապատից առաջ որոշ զինվորականներ գալիս էին Գևորգ 5-րդ կաթողիկոսին խնդրում ասում էին, որ մեր ուժերը բավարար չէ, մենք չենք կարող թշնամուն դիմակայել, ճիշտ կլինի, որ եկեղեցու մեր սրբությունները, Էջմիածնի մեր ունեցած զարդերն ու հարստությունները վերցնեք եւ բարձրանաք Սևանի լեռներ, այնտեղ ավելի ապահով է։ Եվ բոլորիս հայտնի է, թե Գևորգ 5-րդ կաթողիկոսը իր վճռականությամբ ինչպիսի բեկումնային իրավիճակ ստեղծեց ողջ Հայաստանում։ Նա ասաց, որ ես սուրը ձեռքից կկռվեմ, եթե հայ զինվորը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ես Էջմիածնից մեկ քայլ անգամ չեմ հեռանա, շեմի դեմ կկռվեմ եւ մեր հավատքի պատիվը կփրկեմ։ Եվ դա դարձավ բոլորի համար կարծես ահազանգ, որ ժամն է եկել ոտքի կանգնելու։ Հիմա ես կուզեի, որ մեր հոգեվոր խորհուրդը նմանատիպ մի հայտարարությամբ հանդես գար, որ արդեն սրանք բոլոր չափերն անցել են, բոլոր կարմիր գծերն անցել են։ Ոտքի կանգնել է պետք հայ ժողովուրդ, որպեսզի եղածը չկորցնենք։ Այս բոլորը նշելով ես պետք է նաև ասեմ, որ քաղաքական կուսակցությունների, քաղաքական դաշտում գործողների պահվածքը ինձ համար անհասկանալի է, արդեն իսկ անհասկանալի է այս իրավիճակում, ինչու, որովհետև սրանից ավելի մեծ ապտակ, հարված, ստորացում, նվաստացում երևի թե այլևս չկա, միայն կլինի այն, որ օրերից մի օր, եթե այսպես շարունակվի, եթե մենք այսպես լռենք, եթե մենք այսպես ամեն ինչ ուղղակի անտեսենք կամ ամեն մեկս մտածենք միայն մեր մասին, օրերից մի օր ազգային ժողովի ամբիոնից տվյալ անհասկանալի ծագում ունեցող սկզբնաղբյուրից առաջացած այդ սուբյեկտը թուրքերեն կամ ադրբեջաներեն լեզվով կհայտարարի, որ այս պահից հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին գոյություն չունեցող։ Դուք միայն մնացել է այդ քայլը անի, որ հասկանաք, որ սա կոնկրետ ծրագիր է իրականացնում։ Սրա հետ որևէ ընտրություն, որևէ ինչ որ հարցի քննարկում ուղղակի անիմաստ է, մոռացեք։ Միայն, ինչպես ես բազմիցս նշել եմ, ինչպես մեր թշնամին, այնպես էլ մեր ներսում եղած թշնամին, միայն ուժից է վախենում։ Հենց իրենք ուժ են տեսնում, հենց տեսան դիմադրություն եւ արդեն իրենց նկատմամբ ուժային գործողություններ, սրանք կատվի պես փախնելու են, շան պես փախնելու են, ինչպես փախել են մեր առջև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Եվ այսքանը իմանալով հանդերձ ես զարմանում եմ, թե քաղաքական դաշտում գործող մեր ընդդիմախոսները ինչու են այսպես կրավորական կեցվածքով, չգիտեմ ինչ որ գործողություններ սպասում, որ սպասենք 26 թվականի ընտրություններին, սպասենք չգիտեմ ինչ որ անհասկանալի գործողությունները վերացնելու impeachment բան։ Սրանց հետ բացառվում է, սիրելիներս, ես սա ասել եմ 21 թվականի ընտրություններից առաջ իմ ուղիղ Facebook-յան եթերով եւ Փառք Աստծո արխիվներում կա։ Ես մեկ շաբաթ առաջ, երբ արդեն հայտնի էր, որ ընդդիմադիր դաշտը համաձայնության է եկել գնալ արտահերտ ընտրությունների, ես շատ խիստ քննադատել եմ եւ ընդդիմադիրներին եւ գործող իշխանություն կոչվածներին, որ սրանց պարագայում որևէ ընտրության մասին խոսելը անիմաստ է։ Ուղղակի դուք գնում եք վավերագրեք սրանց կատարած կապիտուլյացիոն գործողությունները։ Գնում եք դուք ինքդ
այդ պատասխանատվության տակ մտնելու։ Ձեզ ամեն ձևով կստորացնեն, ձեզ ամեն ձևով կխաբեն, իշխանություն սրանք չեն տա ընտրություններով, սրանց նպատակը Հայաստանը կործանելն է։ Եթե դու դուրս ես գալի մրցապայքարի, սա հասարակ սպորտային նաև օրինակով բերեմ։ Եթե դու ինչ-որ մրցակցի հետ պետք է մրցես, նախորոք ուսումնասիրում ես այդ մրցակցի թույլ և ուժեղ կողմերը և այդ մրցակցի մարտավարությունը։ Ուսումնասիրելուց հետո քեզ արդեն հայտնի է լինում իր թույլ կողմերը, հայտնի է լինում իր ուժեղ կողմերը։ Ուժեղ կողմերից պաշտպանվում ես, թույլ կողմերի վրա հարվածներդ ավելի ես ուժեղացնում և դա է միայն հաջողություն բերելու քեզ։ Նույնը քաղաքական դաշտում մենք գիտենք, որ սրանք ժողովրդին խաբելով, ժողովրդին մեր հասարակության զգացմունքների վրա խաղալով, որ այս թալանած ամբողջը հետ ենք բերելու, Հայաստանում գործում է խնամի ծանոթ բարեկամ կարգախոսը, միայն իրենք կարող են իշխանության լինել, չգիտեմ, ամեն կերպ իրենք 50-50 էին ասում, չգիտեմ, չամադաններով ինչ-որ գումարներ են տանում, նախագահական և այլն, այս զգացմունքային հայտարարություններն անելով, ձեր միտքը, ձեր ուղեղը մթագնեցրին իրենք և ձեր վստահությունը ունենալով եկան իրենք ավելի կատաղի են հիմա թալանում, եթե մինչև 18 թվականը սրանք հայտնի փաստեր են, թվեր են, որոնք ոչ թե մենք կամ որևէ ընդդիմադիր է հայտարարում, այլ չոր ֆիքսված թվեր են։ Մինչև 18 թիվը Հայաստանի Հանրապետությունը ունեցել է մոտավորապես 6 միլիարդ արտաքին պարտք։ 18 թվականից մինչև 25 թիվը ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտաքին պարտքը այժմ կազմում է 13 միլիարդից անցել է արդեն։ Կրկնակի մեկ բան էլ ավել, 1 միլիարդ էլ ավել, սրանք Հայաստանի ժողովրդին, ամեն մեկից, ձեր երեխաներին, ձեր թոռներին, ձեր թոռների երեխաներին բերել են այդ պարտքի տակ են մտցրել։ Իսկ այդ գումարները որտեղ են, ոչ բանակն է նորագույն տեխնիկայով զինված, ոչ բանակի ուրեմն կազմն է շատացել, ոչ մեր անվտանգային կառույցներն են լավացել, ոչ մեր տնտեսությունն է լավացել, ոչ ձեր կենցաղը, ձեր ապրելակերպն է լավացել, սիրելի հայրենակիցներ, ոչ կրթական մակարդակն է բարձրացել, ոչ մշակույթի ինչ-որ նոր օջախներ են բացվել, միայն 1-2 գյուղերում ինչ-որ ասֆալտներ անելով, դուք սրանով հայրենիք եք վաճառել, 7 միլիարդ դոլար սրանք ուղղակի կերել են և այդ իրենց գումարները ես մի անգամ նորից կրկնել եմ, իրենք այնքան էլ միամիտ չեն նախորդների նման, որ ձեր աչքի առաջ դղյակներ կառուցեն, չգիտեմ ինչ-որ բիզնեսներում գումարներ ունենան, սրանց բոլոր գումարները դուրսն է, սրանց բոլոր անշարժ գույքերը դրսում է, տարբեր երկրներում, որովհետև իրենք մեր և ձեր հետ իրենց վերջնահաշվարկը արել են, մեր պետության հետ իրենց վերջնահաշվարկը արել են իրենք, միայն ինչքան հնարավոր է թալանեն, կեղեքեն, ձեր վերջին կոպեկը վերցնեն ու այստեղից հարմար պահի թողնեն փախնեն։ Ես լսեցի, որ ինչ-որ մեկը, որ իրեն իրավունք է վերապահում իբր ազգի ուսուցիչ կրթող ներկայանա, ինչ-որ մեկը 2 տարով կարծես Չինաստան պետք է մեկնի։ Սա ոչ թե գնում է կրթվելու, սա արդեն իր նախապատրաստական քայլերն է կատարում Հայաստանից փախնելու։ Մի քանի օր առաջ լսեցինք, որ Հայաստանի ամենավոխերիմ դահիճներից մեկը, որը ազգային ազատագրական պայքարի դուրս եկած ժողովրդի դեմ ամենաբիրտ մեթոդներով պայքարեց և անգամ արգելված միջոցներ կիրառեցին, ամենահասարակ բաների համար մարդկանց ուղղակի սենց տասնյակներով լցնում էին մեքենաները, տանում լցնում բաժիններ, ծեծի ենթարկում, դրանց գլխավոր հրամանատար կոչված վիժվածքը թողել և փախել է Հայաստանից։ Նա ինքը շատ լավ գիտի ինչ է արել այս ժողովրդի գլխին և շատ լավ հասկանում է իշխանություն չունենալուց հետո ինքը ինչպես է քայլելու, կարող է այս երկրում գոնե դուրս գալ փողոց, առաջին իսկ դուրս գալու պահին միգուցե դա լինի իր վերջին քայլը։ Ինքը այդ ամինը գիտակցելով անմիջապես թողել փախել է։ Եվ բոլորն են այդպես մտածում, հավատացեք, որովհետև ի տարբերություն մեզ, մեր հասարակության, մեր քաղաքական դաշտի, որոնք ամբողջական չեն տիրապետում, թե ինչպիսի հանցանք են գործել սրանք ազգի նկատմամբ, ինչպիսի չարիք են սրանք մեր պետության համար,
ինչպիսի խարդավանքներով, ինչ որոգայթներ են մեր պետության գլխին հյուսել, ինչպիսի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մեր թշնամիների հետ։ Այս ամենը իրենց է միայն հայտնի։ Մենք դրա 50 կամ կարող է միգուցե 40%-ն ենք տեսնում կամ լսում, բայց ամբողջական 100%-ին իրենք են տիրապետում։ Հանցագործը միայն ինքը գիտի իր կատարած հանցանքի ամբողջական պատկերը եւ դրա հետևանքները ինքն է պատկերացնում, թե ինչ կարող է լինել, երբ բացահայտվի։ Հիմա որպեսզի սրանք կարողանան իրենց նպատակին հասնեն, արդեն հարվածը ուղղել են դեպի մեր հայ առաքելական եկեղեցուն եւ ինչ որ խմբեր են ձևավորում, ես լսեցի, թե ինչպիսի հայտարարություններ խմբեր են ձևավորում, որ պետք է գրոհեն իբր։ Սիրելի ժողովուրդ, հավատավոր ժողովուրդ, նորից եմ կրկնում, եկել է պահը ազգային ազատագրական պայքարի դուրս գալու։ Դա պատճառ է, որպեսզի մենք կարողանանք մաքրենք մեր հասարակությունը, մեր տունը այս չարիքից։ Դա միակ հնարավոր միջոցն է, որ կարող ենք փրկել մեր հայրենիքը, կարող ենք փրկել մեր հավատքը։ Մնացած բոլոր բաները ես չեմ ուզում որակումներ տալ, որովհետև մարդկանց նկատմամբ ունեմ հարգանք, այն մարդկանց, ովքեր քաղաքական պայքարի մեջ են, ընդդիմադիր կեցվածքով են, բայց ամեն դեպքում պետք է ուղղակի ասեմ, որ անիմաստ ժամավաճառություն է մնացած բոլոր բաները։ Իրենք էլ միգուցե ժամանակի ընթացքում կհամոզվեն, որ իհարկե թող կոպիտ չհնչի, բայց ուժն է ծնում իրավունք։ Այդ հոգեբանությամբ, եթե մենք սկսենք առաջնորդվել ու կարողանանք համախմբենք ընդդիմադիր դաշտում գործողներին, հասարակությանը, ապա հավատացեք, մենք շատ կարճ ժամանակում սրանց 2-3 օր մաքսիմում, ոչ ավել, հենց այդ ուժը ոտքի կանգնեց եւ այն նպատակով, որ մենք դուրս ենք եկել ազգային ազատագրական պայքարի, երկիրը փրկելու այս չարիքից, հավատացեք 2 օրը նույնիսկ շատ է։ Սրանք գիշերն են թռնելու, չեն հասցնելու։ Մենք բոլոր ճանապարհները կփակենք եւ այն մարդիկ, ովքեր այսօր ձեզ ուղակի սպառնում են, ուղակի ինչ որ ձերքով հաթաթա են տալի, այսպես ասած, այդ մարդիկ բոլորը կկանգնեն դատարանի առաջ, համաժողովրդական դատաստանի առաջ կկանգնեն եւ օրենքով ամենախիստ պատիժները կկրեն։ Ես նույնպես շնորհակալ եմ։